Սիրել հետևորդներ, առավոտ շուտ է, սա էլ իմ ամեն օրվա ճանապարհն է, սիրելիներս, ոնց որ գիտեք։ Աջ կողմս է, բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հուսով եմ, որ բոլորդ լավ եք, այսօր առավոտյան, մաքուր օդով, եղանակը մի քիչ խառն է, անպամած, բայց անձրև չկա, հույսով լինենք, որ բացվելու է, հույսով լինենք, որ տաքանալու է եղանակը, այդպես սիրելիներս, ինչ ասեմ, շատ հաճելի է, որ դրսում քայլելով, խոսելով առաջ ենք գնում։ Սել այսպես, դե սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք տունը, դեր սուրճ կխմենք միասին, հետո կանցնենք մեր աշխատանքի։ Տեսնենք այսօր ինչ ենք պատրաստել, սիրելի հետևորդներ ջան։ Արարատ բանկին մոտիկացած, դեռ մի քիչ գործ ունեմ անելու։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մոտիկացա իմ աշխատանքի վայրին, ավելի մոտիկից կխոսենք, սուրճ կխմենք միասին, պատրաստենք, սրճի մատերիալ պատրաստենք, որ հեսա տեղ եմ հասնում, հենց կակրած առավոտ շուտ է, ժամը 8:30 է, դե լավ դե, ձեզ կհանդիպենք։ Դե սիրելի հետևորդներ ջան, դուք էլ սուրճ տրեք, որ միասին խմենք։ Սուրճ տրեք, թեյ դրեք, ով ինձ ցանկանում է, որտեվ եղանակը սառն է, ես որ առավոտյան եկա մի հատ թեյ խմեցի, հետո հիմա սուրճ եմ դնում, որ թե խմեցինք, մենակ չեմ էլի, դու սուրճ ենք խմում միասին։ Երկու տեսակի սուրճ եմ լցնում։ Մի քիչ շաքարավազ լցնեմ,
Չնայած ես կարամել ունեմ, բայց թե լցրեցի, մենակ ինձ համար չէ, էլի սուրճը։ Դե թողնենք սուրճը եփի, նորից կմիանանք։ Մեր սուրճը պատրաստ է, ուշացրի, սուրճս եփեց։ Սերով չեղավ, առանց սեր սուրճ ենք խմում, սենց բան կլինի։ Տնախանդություն է լինելու։ Սել է որ միջև որ սուրճը խմենք, ես մի հատ կարտոֆիլ եմ դնում խաշվի։ Ճիշտ է, այսօր ճաշ ունենք պատրաստի, ոսպ երեկվանից ունենք, բայց և կարտոշկա եմ խաշում, և թոք եմ պատրաստելու։ Եվ միջև որ մենք մեր սուրճը կխմենք, մեր կարտոշկան էլ կեփվի։ Սա էլ այսպես։ Դե գնացինք, մեր սուրճը վայելենք։ Դնեմ սինիի մեջ։ Այսօր ճանապարհին գալուս այդ բանջարեղենի խանութը բաց էր, մի քիչ միրգ առա, երկու հատ վարունգ դեղց և խնձորներ վերցրեցի։ Դե սիրելի հետևորդներ ջան, գնանք մեր սուրճը վայելենք, դուք էլ ձեր սուրճը, ձեր թեյը վայելեք, հետո նորից կմիանանք։ Հա, փափուկ սմբուկներ, չգիտեմ ասել լսեցիք թե չես, բանը լսափողը չէի միացրել։ Այս եղանակը գոնե բացի, որ այս լվացքը չորանա։ Ում սենց կտրատե, վրեն աղցանը, որ տապակենք բուսայողը շատ չվերցնի։ Այսենց։ Մի քիչ էլ աղցանանք, ինչ ես ուզում, մեկ կտրվում է, նորից գալիս է, գոնե կտրվի այս շորերը, որ փռվի։ Աղցանանք սիրելիներս, մի քիչ աղի մեջ մնա, նոր կտապակենք։ Դե թող մնա։ Ձեր հետևորդներ ջան, դրել ես աղկարմրած տապակում եմ, այս թավանները լավ են կարմրացնում, որ տակը հաստ է։ Հաստ ջետով թավանները ընդհանրապես լավ կարմրացնում են։ Խանութից որ թավա եք առնում, նայեք տակը հաստ կլինի։
կարող է կողքերը մի քիչ բարակ լինի, բայց տակը ասես մի մատը հաստա լինի։ Եթե ավելի լավն է, էլի հաստեղը։ Ուրեմն սիրելի հետևորդներ, դե նայեք տեսեք ինչ մեծ տարբերություն է, օրինակ այնտեղ բարակ ունեին։ Այն անգամ սրա մեջ տապակեցի։ Համարյա ոչ որ վառ է, բայց մի քիչ տապակվեց։ Բայց այս հասկիներ շատ լավ ոնցի տապակում անը։ Երկու կողմը տապակված։ Շատ առաքաղը կպում եմ, փափուկ, ջվաղ ծանենք։ Սրա հրայել աղցան ենք, կան դուշում ենք։ Պետանենք ես մնացած։ Ու շատ աղեր չտարակ, որ աղ են ծաղեր խմուկի վրա, շատ բուսայիղ չվեկալա, ես ոչ ես կալասեցի։ Ես էլա եսված, տելիք չետ եսի լավ, չետ եսի, եսրովի բերի, սակը շատը նկորիք է, ահավիտիք, ամացացրիք տակը, ես էլա եսված, սրատեղեն հատեր դրանք, ես էլա եսված, մտեր ստեղկրը, Ես փոքր բուսայիղ լսվի լղի հերիք ես բոլորին։ Սիրելի հետևորդները վերջացրեցի մեր սմբուկի տապակելը։ Սիրելի հետևորդներ, ուրեմն մի քիչ թոք ունենք, ուզում եմ մի քիչ թոք սարքեմ, ճիշտ է ճաշել ունենք պատրաստած, սմբուկել ենք շարիտեր, բայց մի քիչ էլ թոք սարքեմ, թոքը ոնց որ պետք նա Դե որն է սարքում, ալյուրով թաթախում եմ սիրում սարքում, բայց մեր Էվիկ տատիկը բան չունել, պրոթեզա չի կարում լավ ուտի դնեմ լավ էփի, փափկի, որ նոր ուտի դրա համար ես մի քիչ աղ ավելացրեցի, մի քիչ սև պղպեղ կավելացնեմ, համեմոք կավելացնեմ ու բան կանեմ, թող ջրում եփվի։ Սել հետևորդներ ուրեմն կավելացնեմ սև պղպեղ իրանը որ պրոթեզա չի կարողանում չորը ուտի պրոթեզն էլ թույլ է վերանից ընկնում է դրա համար մի քիչ ջուր եմ ավելացնելու եփի որ մի քիչ փափուկ լինի էլի եմ այդպես պատրաստել լավ փափուկ է ստացվել ուրեմն սև պղպեղն ավելացրեցի մի քիչ էլ միասնոյ ֆարշ գրածա միասնոյ ֆարշ սրանից կավելացնեմ մի քիչ արամատ տա էլի մսեղենի համար է լավ էլ հոտ ունի Ես էլ աճիկա է Եսի իմ նավ
ասենք տնից եմ բերել, դե որ ես ստեղ եմ աշխատում, դրա համար բերել եմ։ Իմ տունը չեմ, ստեղ եմ աշխատում, ստեղ եմ օգտագործում։ Տարբեր համեմունքներ ավելացրեցի գուրենի հավի համար էլի։ Սրանք կդնեմ բոլորը միասին ստեղ, որ բոլորը իրար հետ են։ Մեկ խառնենք։ Մի հատ տապակ, իրան այդ քափը մափը գնա, հետո նոր մի քիչ ջուր կավելացնեմ։ Ու կթողնենք դանդաղ եփվի։ Այսօր մի անգամ սուրճ ենք խմել, մի անգամ էլ ենք խմելու։ Հեսա էսի դնեմ թող տապակի սուրճ տնենք, սուրճ խմենք։ Էբի քույրիկը սուրճ ա ուզում։ Ահա, հես էլ սենց, սա դնենք մի կողմի վրա։ Նորից սուրճ տնենք։ Եթե ուզում եք, դուք էլ դրեք խմեք, մեզ ընկերություն անեք, սիրելի հետևորդներ։ Չէ, այսօր օրերն ես լավ օր ա, առավոտը եղանակը խառնված էր, բայց հիմա արևը դուրս ա եկել, բայց սառնոտ ա եղանակը։ Երևի սարերին ձուն ա եկել, որ սենց ուժեղ սառն ա։ Սա էլ այսպես։ Մի քիչ չգցեմ ստեղ, հետո բաժառը գնի։ Դել այդպես, ուրեմն սուրճն էլ լցնենք, սիրելի հետևորդներ։ Քիչ շաքարը ավելացնեմ։ Սիրելի հետևորդներ, դու մեր սուրճը եփվի, մենք դրանք մեր թոքը ինչ անում։ Մեր հավի թոքը, մեր թոքը ոչ, մեր թոքը չի, իմ թոքը չի։ Հավի թոքը։ Թող բերանը բաց թողնեմ, որ այս քափը չորանա։ Չէ, տակը ուժեղացնենք։ Սուրճը խառնենք։ Սիրելի հետևորդներ, ջուրը լցնելու ժամանակն է։ Թողեցի մի քիչ էլ այսինքն եփվի։ Օրինակ ինձ համար լավ է, շատ համով է, բայց իրար համար պետք է եփվի սենց։ Սա տակն ցածրացնեմ։ Այնա մեր սուրճն էլ արդեն պատրաստ։
Ցածրացրեցի տակը։ Դե սիրելի հետևորդներ, մեր սուրճն էլ եփվեց։ Սիրելի հետևորդներ, գնացինք մեր սուրճը վայել ենք։ Եթե դուք էլ եք դրեք, միասին կվայելենք, ինչու՞ չէ։ Ես թոքրել թողնենք, թող եփվի, նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեր թոքը պատրաստ է։ Շատ համեղ է ստացվել, ասեմ։ Շատ փափուկ եւ շատ համեղ։ Եթե ձեր տանն էլ մեծ տատիկ կա, պապիկ կա, որ պրոթեզով են չեն կարում, ուզում են թոք ուտել, բայց չեն կարում ծամեն, դուք էլ ամեն մի համեմունք լցրեք ու մի քիչ ջուր ավելացրեք, մի քիչ թող ինքը ժարի հետ իրան քաֆը չորանա, մի քիչ ջուր եք լցնում, երում է ու շատ փափուկ է լինում, էլ պրոբլեմ չի լինում։ Էսի այսպես։ Դե սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ մեր հոլովակը վերջացրեցինք, սիրելիներս։ Չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը, ինչու՞ չի գրվել ձեր մեկնաբանություններում։ Ձեզանից շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, սրտերի համար, ովքեր էլ ոչ մի բան չեն դնում, բայց նայում են, նրանց էլ եմ շնորհակալ, սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։ Ստեսություն ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն մեր թոքը պատրաստ է։ Շատ համեղ է ստացվել, ասեմ։ Շատ փափուկ եւ շատ համեղ։ Եթե ձեր տանն էլ մեծ տատիկ կա, պապիկ կա, որ պրոթեզով են չեն կարում, ուզում են թոք ուտել, բայց չեն կարում ծամեն, դուք էլ ամեն մի համեմունք լցրեք ու մի քիչ ջուր ավելացրեք, մի քիչ թող ինքը ժարի հետ իրան քաֆը չորանա, մի քիչ ջուր եք լցնում, երում է ու շատ փափուկ է լինում, էլ պրոբլեմ չի լինում։ Էսի այսպես։ Դե սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ մեր հոլովակը վերջացրեցինք, սիրելիներս։ Չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը, ինչու՞ չի գրվել ձեր մեկնաբանություններում։ Ձեզանից շատ շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, սրտերի համար, ովքեր էլ ոչ մի բան չեն դնում, բայց նայում են, նրանց էլ եմ շնորհակալ, սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։